Խնդիրը նա է, որ պետք է օրակարգի շուրջ ձևավորվի կոնսոլիդացիան, ոչ թե անհատների շուրջ։ Այս մարդիկ նորից գնում են անհատների շուրջ ձևավորելու այդ կոնսոլիդացիան։ Ուշադիր լսեք այդ մարդկանց, ովքեր որ հայտ են ներկայացրել քաղաքական դաշտում Երևանում։ Բոլորը խոսում են այն մասին, որ կոնսոլիդացիա պետք է լինի իրանց շուրջ։ Հետևաբար այդ կոնսոլիդացիան չի լինի։ Համերաշխություն կուսակցությունը այն քաղաքական կուսակցությունների թվին է պատկանում, որը գտնում է, որ օրակարգի շուրջ պետք է կոնսոլիդացիա ձևավորել, պետք է վեր կանգնել անձնական ամբիցիաներից։ Այս մարդիկ շատ ամբիցիոզ են, շատ վտանգավոր ամբիցիաներ ունեն, նույնիսկ պատրաստ են երկրի կործանման պարագայում կամ կործանման հաշվին հաջողություն գրանցեն, իբր թե մենք, բայց դրա հաջողությունը որն է, ես չեմ կարողանում հասկանալ։ Այդտեղ ոչ մի հաջողություն չկա։ Չկա մի բան, որի վրա կարելի է ուրախանալ այսօր, այլ պետք է լուրջ մտածել, մտածելու հնարավոր կա մտածելու եւ անհրաժեշտություն կա քաղաքական մտածողությունը զարգացնել եւ այս իրավիճակից դուրս գալ։